Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման։ Ունեք նախընտրելի տեխնացու։ Փաշինյան, այո։ Գնահատում եք իր աշխատանքը, հա, գոհ եք։ Իհարկե, անպայման։ Ունեք նախընտրելի տեխնացուներ։ Հարկ տեսնենք ով է։ Իսկ ձեզ ում եք պատկերացնում երկրի վարչապետ։ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչու իրեն։ Դե վստահում եմ իրեն։ Ունեք արդեն տեխնացուներ։ Ովքեր են, եթե գաղտնիք չեք։ Փաշինյանը, Իսկ ինչ եք նրան ձայնը տալու։ որպես լավ մարդ, որպես լավ ղեկավար, Խորհրդարանական ընտրություններին ունեք նախընտրելի տեխնացուներ։ ունեմ։ Չեմ ասի։ Չեմ ասի։ Ում եք տեսնում։ Ամենայն դեպս մեր ձևովը չի, դաշնակցությունը չի, Հայաստան խմբակցությունը չի։ Պարզա, Իսկ ում եք տեսնում որպես ղեկավարող Հայաստանի։ դեռ չեմ տեսնում։ Դեռ չեմ տեսնում։ Աստված թող մեր երկրին խաղաղություն տա, հզորություն տա եւ մեր զինվորին անփորձանք ծառայություն։ Հայկական ժամանակն է։ 5-րդ տարեկին չէի պատասխանելու։ Իմացա, որտեվ խեղաթյուրում են լրիվ ամեն ինչ։ Սուտ է ներկայացնում։ Այդքան բան։ Բարև ձեզ, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եք։ Այո, իհարկե։ Ունեք նախընտրելի տեխնացուներ։ Դեռ տեխնացուների անունները հայտնի չեն։ Բայց ունեք տեխնացուներ, որ կուզենայիք իրենց տեսնել վարչապետի պաշտոնին։ Նիկոլին, Իսկ ինչու հենց իրեն։ իսկ ինչու ոչ իրեն։ Իսկ ում։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եք։ Քոչարյան իր ընտրություններն էր պետք։ Ունեք հավակնորդներ արդեն կամ Իհարկե։ ով են, եթե գաղտնիք չէ, ում եք ձեր ձայնը տալու։ Չէ, պարոն Փաշինյանին, Իսկ ինչու եք նրան ուզում։ որովհետև տենում եմ կյանքի փոփոխությունը։ Դուք չեք տենում մանաման ջահելների համար։ Ծերերին էլ են շատ օգտվում, բայց մի քիչ ծերերը ծեր են, չեն հասկանում։ Ունեք նախընտրելի տեխնացուներ։ Դեր առայժմս չունենք, բայց կմտածենք, կտենանք, որն է հարմար, ում է պետք, ասենք, որը բարի է, լավ է, հայ ժողովրդի մասին կմտածի, նրան էլ կընտրենք։ Իսկ ում շուրջ եք տատամում, ում անունների շուրջ, ում կուզենայիք տեսնել տեխնացու։ Դե անուններով չեմ կարող ասեմ, որովհետև հիմա հանելուկային է Հայաստանի կյանքը, չես կարող ասես հիմա ինչ կլինի, ոնց կլինի։